թվում հենց հիմա շեֆը հարցակրնում է ու ներկայանում է որպես Գեղամ Ասատրյան։ Գեղամ Ասատրյանը չի։ Վստահ ես։ 100%։ Խոսի գիղան, լարությունը կեզ չես օգնի։ Իսկ կարելի է իմանալ, ինչի մեջ եք ինձ մեղադրում։ Քո հարևան Լուսինեի անհետացման։ Բայց ես ինչ կապ ունեմ դրա հետ։ Լսում եմ ասարնա։ Լավ, ստուգեք ու բեր քնասենյակ։ Ես ես հարցում եմ, բայց ես ինչ կապ ունեմ Լուսինեի անհետացման հետ։ Ու մի բան էլ, ես ընդհանրապես տեղյակ չեմ, որ Լուսինեն անհետացել է։ Դուբայ պատվիրած ինքնաթիռի տոմսից էլ տեղյակ չես։ Ինչ Դուբայ, ինչ ինքնաթիռի տոմս, ես դրա հետ կապ չունեմ։ Ով եք դուք իրական։ Չհասկացա հարցը։ Ես թվում որ շատ լավ է հասկացար։ Մեր մասնագետները Գեղամ Ասատրյանի և ձեր տան հայտնաբերված մատնահետքերը ամեմատել են։ Եվ պարզվել է, որ դրանք երկու տարբեր մարդկանց մատնահետքեր են։ Սա Գեղամ Ասատրյանի անձնագրի պատճեն է։ Բոլորովին նման չեք։ Չնայած որոշ դիմանկծեր համընկնում են։ Կբացատրեք սա ինչ է նշանակում։ Եվ որտեղ է իրական Գեղամ Ասատրյանը։ Ես եմ իրական Գեղամ Ասատրյանը։ Որտեղ է իրական Գեղամ Ասատրյանը։ Մեռել է։
Գեղամասադրյանը։ Դու ես սպանել։ Ես էլ ձեր ոչ մի հարցի չեմ պատասխանի առանց փաստաբանի ներկայություն։ Դա ձեր իրանքն է։ Բայց մինչև ձեր փաստաբանը ժամանի ես կխնդրեի, որ մի շատ կարևոր հանգամանք հաշվի առնենք։ Մենք ձեր ինքնությունը կպարզենք, ու պարզելուց հետո վստահ եմ 1.5 միլիոնի կողոպոտ ու հարևանահու հարևանգումը կգումարվեն նոր քրեական գործերին, ու մինչև կյանքի վերջ հանգիստ կմնաք բանտում։ Չհասկացա։ Ինչ 1.5 միլիոն։ Ինչ հարևանգում։ Ես այդ ամեն ինչի հետ կապ չունեմ։ Ով ես դու իրականում։ Մնացեք ձեր տեղում շարժվեք։ Անունս Խաչիկ է։ Խաչիկ Ոսկանյան։ Շարունակի։ Խաչիկ Ոսկանյան։ Ես քանդակագործ եմ։ Լավ քանդակագործ։ Ունեի լավ աշխատանք, լավ ընտանիք։ Հետո սկսեցի խաղալ կազինոյում։ Դա սկզբնական շրջանում այնպես ժամանակ անցկացնելու համար, հետո սովորություն դարձավ ու չկարողացա փոխվել։ Դրանից հետո արդեն պարտքեր կինս երեխաներից վերցրեց ու գնաց Բելարուսիա, եղբոր մոտ։ Ես էլ ինչ պիտի անեի։ Գնացի Մոսկվա։ Հուսով էի, որ կաշխատեմ ու պարտքերս կփակեմ։ Այնտեղ հանդիպեցի Գևամին։ Լավ ձեռք ուներ։ Մեծ հարուստի տներն էր վերանորոգում, ինձ էլ աշխատանք տվեց։ Լավ էր աշխատում էի, կամոց սկսել էի փողերը փակել, բայց պարտատերերը ստիպում են, որ ինչ-որ ժամանակի մեջ փակեմ այդ բոլոր փողերը, եթե ոչ, ուրեմն ընտանիքիս ու երեխաներիս կվնասեմ։ Չգիտեմ։ Հետո ինչ եղավ։ Միակ տարբերակը գողություն էր։ Մի մեծ հարուստ կնոջ մոտ էի աշխատում։ Դե այդ կինը ամեն շաբաթ կիրակի գնում էր դաչա հանգստանալ։ Ես էլ բանալին դուպլիկատ էի արել։ Ու այդ գիշեր մտավ իրենց տուն։ Թարսպես այդ կինը տանն էր։ Սպանեցիր նրան։
Հայկական մինիատյուրաներ։ Ես տեղակ չեմ եղել, թե նրանք ինչ են տպում։ Բա կարծում եք լիմոնադի յարլիկ են տպում։ Ռո, դու սենց յարլիկով լիմոնադ կառնես։ Մամիկը։ Ու գնաստատը չես չէ։ Մամիկը կյատներիտ վերցնում ու սկսի պատնել։ Ձեր տպարանում կերս դոլարներ են տպում ու դուք տեղյակ չեք։ Տպարանս արդեն 10 տարի չի աշխատում։ Առաջ ես ինչ-որ յարլիկներ, ինչ-որ բլանկներ էի տպում, հետո թարգեցի դա ձեռք չէր տալիս։ Մեկ ամի առաջ մի հատ մարդ զանգեց, ասեց, որ ուզում է տպարանս արենդայով վերցնի 2 օրով։ Դե կարգին փող էին տալիս, ես էլ համաձայնվեցի, դե ինչ-որ հուշանվերներ էին տպելու։ Ու իհարկե առանց փաստաթղթային ձևակերպման։ Մի 2 օրվա համարոդոր ֆիրմա չէի բացել, ֆիրման վաղուց փակել էի։ Արգինի մամիկոն։ Ձեր տպարանում կես դոլարներ են տպագրել։ Դու հասկանում եք դա ինչ նշանակում։ Բայց ես որտեղից իմանայի, թե իրանք ինչ են տպելու, էլ կեղծ դոլարներ։ Իսկ այդ տղամարդը ինչ տեսք ուներ, կարող եք նկարագրել։ Չէ, ես իրան չեմ տեսել։ Այսինքն։ Դե այդ օրը ես պիտի գայի, որ դուրը բացեի, որ մարդիկ գործանեն, բայց ես հիվանդ էի, մրսել էի, պարկած էի։ Այդ տղամարդը զանգեց, ասեց, որ մեկին կուղարկի բանալները կտանի։ Եվ Դե մեկին եկավ, փողը բերեց, բանալները վերցրեց, գնաց։ իսկ այդ կինը ինչ տեսք ուներ, Այդ կինը, կարող եք նկարագրել։ հա իհարկե, կնկարագրեմ, խնդիր չի։ Լավ, հիմա մեզ հետ կգաք բաժին, այնտեղ մեր մասնագետի օգնությամբ կփորձենք այդ կնոջ ֆոտոռոբոտը ստանալ։ Պրոբլեմ չի, խնդիր չի գնանք։ Ես վերջից։ Սպանեցի ու ոսկիներն ու փողերը վերցրեցի, դուրս եկա։ Բայց հետո իմացա, որ այդ ամեն ինչը նկարված է եղել։ Ու այդ կնոջ տղան ամբողջ Մոսկվայի ճանաչված քրեական դեպքերից մեկն է եղել։ Դե իրանց համար ինչ։ Ինձ գտնել ընդամենը մի ժամվա պատմություն էր։ Ինձ ուրիշ բան չէր մնում, որ փախնեի Հայաստան։ Բայց դա հետո ինչ, հետո մտածում եմ իրենց համար ինձ Հայաստանում գտնելն էր ընդամենը 2 ժամվա խնդիր էր։ Ու ես հասկացա, որ իրենցից միակ պրծումը իմ մահն է։ Ու սպանեցիր ընկերոջդ։ Ազնագիրը թողնելով նրա դիակի մոտ, որ մտածեն դու ես։ Հա։ Ես գեղամունքն աբեր տվեցի, քնեց, հետո վառեցի տունն ու իրեն, փախա Հայաստան։ Օդանավակայան վախենում էի, որ կբռնվեմ, բայց
ուրիշ ճար չունեի։ Ուղղակի ես ու Գեղամը դուք տեսեք դիմագծերում նման ենք։ Դե բախտս բերեց անցա։ Եկա Հայաստան ու փորձեցի մի նոր կյանք ստեղծել։ Ասեցիք աշխատեմ, հետո անձնագիրս կփոխեմ։ Նանջարանում հայտնաբերված մատնահետքերի մասին ինչ կասես։ Լուսինեն եղել է իմ տանը։ Մենք ժամանակ ենք անցկացրել։ Ուրիշ ավել բան չեմ կարող ասել։ Լուսինեն որտեղով։ Ախր ես հենց նոր երկու սպանության մասին խոստով անեցի։ Ես Լուսինեի և ինկասատորների մասին ոչ մի գաղափար չունեմ, երդվում եմ, չգիտեմ։ Խաչիկը ոչ մի հիմք չունի ստելու։ Նա գիտի, որ մոտակա 15 տարին բանտում պետք է անցկացնի։ Ու իր վիճակը թեթևացնելու համար կարող էր օրինակի համար ասել, թե որտեղ կարող են փնտրել 1.5 միլիոն կամ ինկասատորի կնոջը։ Համաձայն եմ, բայց մյուս կողմից մենք արդեն գիտենք, որ Լուսինեն այդքան էլ հրեշտակ չի, ոնց որ փորձում էր ներկայացնել նրա ամուսինը։ Ինչ ես պարզել նրա մասին։ Ըստ հարևանների Վանն ու Լուսինեն կոնֆլիկտային զույգ չեն եղել, ապրել են սովորական կյանքով առանց որևէ շքեղությունների։ Նրա ընկերներն պատմում են, որ նա փակ մարդ էր ու առանձնապես չէր կիսվում նրանց հետ։ Ինչ որտեղ աշխատել է։ Հա, աշխատել է։ Խանութ սրահում որպես մենեջեր, դրանից առաջ էր բանկային համակարգում։ Չէ, նա չի աշխատել են բանկում, որը կողոպտել են, ես արդեն ստուգել եմ։ Բայց ծանոթ է բանկային աշխատանքներին։ Մտածում ես, որ Լուսինեի առևանգումը ֆարս է։ Ամուսիններով մի հետաքրքիր կոմբինացիա են մտածել 1.5 միլիոն կողոպտելու համար։ Երեցիկ վարակացը։ Անհամապատասխանություններն են շատ։ Արմեն, հնարավոր է, որ քեզ նման մեկը մտնի ինկասատորի համակարգիչ ու ինքնաթիռի տոմս պատվերի։ Հնարավոր է, բայց այդ ինչ-որ մեկը պետք է իր հետևից հետքեր թողեր։ Իսկ ես հետքեր չեմ հայտնաբերել։ Լսում եմ, պարոն գեներալ։ Իհարկե աշխատում ենք, որը 25 ժամ։ Արմեն, իսկ դու չես կարող գտնել են հեռախոսահամարը, որից առևանգիչը զանգել է Վահանին։ Անհույս բան է։ Զանգել են ինչ-որ բոմժի անունով գրանցված հեռախոսից։ Իսկ այդ բոմժը մի տարի առաջ մահացել է։ Իսկ եթե փորձենք այդ բոմժի կապերը գտնել։ Չէ, նույնիսկ փորձել չարժի։ Օրինակ ես ժամանակին, որ մութ գործերով էի զբաղված, փողոցից բռնում էի բոմժերի հարբեցողների, իրանց անունով քարտեր էի գրանցում, մի քիչ փող էի տալիս։ Ինչի համար։ Դե հիմա կարևոր չի։ Հալա, բայց ինչ ուզում ես ասա։ Այս աղջկա մեջ ինչ-որ կասկածելի բան կա։ Արմեն ջան, բոլոր կանանց մեջ ինչ-որ կասկածելի բան կա։ Սրա մեջ շատ է։ Ես օրինապահ մարդ եմ։ Ես երբեք օրենքի հետ ոչ մի տեսակի խնդիրներ չեմ ունեցել, բայց իմ սխալի համար ես պատրաստ եմ վարչական տուգանքի ենթարկվել։ Նստեք։ Ես շնորհակալ եմ։ Լսեք ինձ ուշադիր։ Հիմա մեր մասնագետը կգա։ Դուք իրան մանրամասն կնկարագրեք հետ կնոջ արտաքինը։ Աչքերի գույն, սպի, խալ, շրթունքների ձև, հոնքեր, որպեսզի նա կարողանա ֆոտոռոբոտ կազմի։ Պարզ է։ Շատ լավ, ես պատրաստ եմ։
Մի րոպե։ Մասնագետ պետք չի։ Սա է այդ կինը։ Ինքնա։ Հա, ինքնավոր կա։ Վստահ եք։ Ինչ ասակում վստահ եմ 100%։ Ես եմ ճարել։ Դիր ընդեղ։ Ոգին խորն է։ Աչքերին նայեք։ Փաստորեն ոչ մի հարավանգում էլ չի եղել։ Ուղղակի Լուսինան որոշել է ամուսնուն օգտագործելով $1.5 միլիոն տեր դառնալ։ Հիմա չի բացառվում, որ ինչ-որ էկզոտիկ երկում է փողը նավայելում։ Չէ, Լուսինեն երկրից դուրս չի եկել։ Կողոպուտից մի քանի ժամ հետո ես նրա տվյալներ ուղարկել եմ սահմանապատ ծառայություններ։ Իսկ եթե մինչև հետա դուրս եկել։ Չէ, Մաքս, դուրս չի եկել, ես արդեն ստուգել եմ։ Նման անուն ազգանունով մարդ երկրից դուրս չի եկել։ Լուսինը Հայաստանում է։ Հիմա ելքեր է փնտրում։ Հեռանալու համար։ Իսկ մենք վստահ ենք, որ ամուսինը թեմայի մեջ չի։ Հիմա ոչ մի բանի մեջ էլ վստահ լինել չի կարելի։ Վահանի ասելով, կեղծ թղթադրամները բանկ հանձնելուց հետո նրանք պետք է դիմեին ոստիկանություն։ Բաց չի, որ նա չի ստում։ Մյուս կողմից, եթե մեղավորը պիտի փոխորձեր փախչել։ Հիվանդանոցում եղած ժամանակ այդ հնարավորությունը ունեցել է, բայց չի օգտվել։ Հույս անեցել, որ մենք չենք գտնի ինկասացիայի մեքենայի վրա արձակվողներին, ինքը հանգիստ կհեռանա երկրից իր կնոջ հետ։ Չգիտեմ, բայց զգացողություն ունեմ, որ Վահանը հավատացած է եղել, որ կնոջն առևանգեր է։ Լուսինեն մենակ չի գործել։ Վահանին ու Մամիկոնին նույն մարդն է զանգել նույն հեռախոսահամարից։ Ու այդ մարդը շատ լավ տեղյակ է եղել բանկի ներքին կուխնյային։ Նա գիտեր, որ կեղծ թղթադրամները միանգամից չեն հաշվում։ Ստուգել ու հաշվել է ժամանակը, որ կարող են փախչել։ Մինչև որ ինկասացիայի մեքենայի վրա արձակումը խառնել է բոլոր պլանները։ Միգուցե տպարանում գտած արյան հետքերը մեզ ինչ-որ մի բան հուշեն։ Դե Լևոնիչն ասում է դա տղամարդու արյունը։ Ու արյանի մեջ ինչ-որ քիմիական էլեմենտներ է հայտնաբերել։ Հիմա ուսումնասիրում եմ մի քանի ժամից պատասխաններ կունենանք։ Կամոտ ինչ կարող է։ Ես ճիշտն ասած ոչ մի լուրջ բան չեմ գտել։ Լուսինեն ակտիվ օգտատեր չի եղել Facebook-ում։ Էջը մտել է շաբաթը 2-3 անգամ ինչ-որ երգեր ա գցել, լայքեր ա արել։ Մի խոսքով մեզ հետաքրքրող ոչ մի բան չկա։ Ստուգել ես ընկերներին։ Ստուգել եմ, ընդամենը 50 ընկեր ունի, բայց դրանցից ոչ մեկը բանկային համակարգում չեն աշխատում։ Նամակագրության մեջ էլ հետաքրքիր բան չկա։ Ինչ-որ բան բաց ենք թողել։ Հասկանալի է, այս գործը ի սկզբանե խճճված էր շատ։ Կրկնակի կողոպուտ, առևանգում, կեղծ փաստաթղթերով հարևան, բայց մենք բաց ենք թողել ամենագլխավորը։ Այս հանցավոր սխեմայի կազմակերպիչին։ Հնարավոր է, որ հենց Լուսինեն է կազմակերպիչը։ Չեմ կարծում։ Լուսինեն ուղղակի օգտվել է իրավիճակից։
Նրան առաջարկերն այլ, որից չի կարողացել հրաժարվի։ Սիրեկան։ Հնարավոր է։ Բայց հիմա մենք ժամանակ չունենք Լուսինեի անցյալը փորփրելու։ Հիմա ամեն րոպե մեզ համար շատ թանկ է։ Հնարավոր է, որ կազմակերպիչը փողերով հանդես արտասահմանում լինի, որը չի հասցրել անել Լուսինեն։ Ու կեղծ անձնագրով ուրիշի անուն տակ կփորձի պլակել երկիրը։ Հալա, Լուսինեի նկարներն ու տվյալները ուղարկիր անձնագրային բաժին։ Ռոբ, Մաքս, մեր բազաներով ստուգեք կեղծ փաստաթղթերով զբաղվող մարդկանց անունները։ Դա միակ երկն է դուրս գալու այդ կնոջ հետքի վրա։ Մինչև որ կստանանք արյան անալիզի պատասխանը։ Աշխատեք։ Կարելի է, շեֆ։ Լեոնիչ, կանե դու ինձ շեֆ մի ասա, պրոֆեսոր Մարտես։ Ինձ համար կոչումներ նշանակություն չունեն, եւ հետո է սուբորդինացիա հարգող մարդ եմ։ Ոնց ես։ Բոլորից լավ։ Աստի։ Հետաքրքիր բան եմ գտել առան։ Սա տպարանում գծած արյան փորձանմուշի հետազոտության արդյունքներն են։ Արյան մեջ մեպգիդրոլին քիմիական նյութի հետքեր կան։ Մեպգիդրոլինը կասեցնում է H1 գիստամինային ռեցեպտորները եւ թույլ չի տալիս մարդու օրգանիզմին ալերգիկ ռեակցիաների առաջանալ։ Այսինքն ուզում ես ասել, որ այս արյան տերը ալերգիկ է։ Վաստակավոր ալերգիկ։ Այլուն աշխատանք ես տարել Լիվանիչ։ Ես էլ պատկերացնում թե ինձ ինչքան օգնեցիր։ Միշտ պատրաստ պիոների պես։ Մաքս, այդ բանկի կառավարչին բերի մոտ։ Այն կոնյակի դեր մնացել է, բարվա վերջը, մի 30 գրամ։ Չէ։ 50-ից ոչ պակաս։ Music begins and the tide of fading started. Աստի։ Զավեն Ալոյան, բանկիրա, շատ արագ նրա մասին ինվորմացիա հավաքի։ Բանկային հաշիվներ, քարտեր, ծանոթություններ, ճանապարհորդություն, մի խոսքով ամեն ինչ։ Կանես։ Անպայման։ Արմեն ջան, լավ կլինի պարանում պես։ Հա։ Ես անհանգ ստանալու կարիք ունեմ։ Գուցե հարկավոր է փաստաբանից նույնպես հրավիրել։ Իսկ դուք թաքցնելու բան ունեք։ Ոչ, բացարձակ։ Լուսինե Աբգարյան։ Անունը ձեզ ինչ-որ բան ասում է։ Խոսքը ես կնոջ մասին է։ Ոչ, չեմ ճանաչում։ Առաջին անգամ եմ տեսնում։ Լուսինեն ինքասատար Վահան Աբգարյանի կինն է։ Ով միակն է, որ ողջ է մնացել արձակումից հետո։ Եվ ինչ։ Բոլոր ինկասատորների կանանց ես պետք է ճանաչեմ։ Ոչ բոլորին։ Բայց նրանք կարծում են, որ պիտի ճանաչեք։ Մոտ 6 ամիս առաջ նրա հետ միասին եղել եք նույն երեկույթում։ Սա Մերի Գալստյանի Facebook-յան էջից է։ Ձեր ընդհանուր ընկերոջ։ Դուք և Լուսինեն ընկերներ չեք Facebook-ում։ Դե բնականաբար դա պետք է գաղտնի պահվեր։
Քանի որ դուք սիրեկաններ եք։ Կներեք, բայց դուք զարանցում եք։ Միայն այն փաստը, որ ես նկարվել եմ այս կնոջ հետ, դա չի նշանակում, որ մենք սիրեկաններ ենք։ Սա ձեր հեռախոսային խոսակցությունների վերցանությունն է։ Կողոպուտից անմիջապես հետո մոտ մի 50 զանգ ենք ունեցել Լուսինեի հեռախոսահամարին։ Որը անջատված է եղել։ Սա նույնպես զարացանք է։ Լավ, ես կխոստովանվում եմ։ Այո, ես եւ Լուսինեն ինտիմ կապի մեջ ենք եղել։ Բայց քանի որ եւ ես եւ նա ընտանիք ունենք, այդ մասին ոչ ոք չպետք է իմանար, ինչպես նաեւ դուք։ Իսկ Լուսինեին զանգարել եմ, որտեղ իմացել եմ, որ նա ինկասատորներից մեկի կինն է։ Ամենաքիչը ինձ ձեր ինտիմ կապի մանրամասնություններն են հետաքրքրում։ Վստահ ես, որ այդ բարեկամդ մեզ չի ծախի։ Որ ծախեց առաջին իրան եմ փագելու։ Ասաց արձակուրդ է վերցնելու իր հաշվին գնա Մոսկվա աղբոր մոտ։ Այդ Սուրան հիմա հարուստ տղա է, կարա նաև չաշխատի։ Լսի, բայց $30,000 մի քիչ շատ չէր մի հատ ID քարտի համար։ Միլիոնիկես դեմներս դրած 30,000-ի համար ես դարդուտել։ Կարևորը պասպորտը տեղավ։ Արվու չուտ Վրաստան կլինենք, ընդեղից է Էմիրատներ, Դուբայ։ Բայց մի տեսակ սրտից չի նստում, գիտես, որ շեֆից գցեցին լուր։ Գիտես քանի սենց տոպրակա շեֆը թողել կազինոներում։ Էս էլ էր թողնելու։ Լուզ, համոզված ես, որ մենթերին հիմա ամեն ինչ չի պատմել մեր մասին։ Ինչ պատմի։ Թե ոնց է պլանավորել իր սեփական բանկի կողոպուտը։ Բան չի պատմի հանգիստերի։ Դուք լավ եք վաստակում։ Բայց դա ինչ կապ ունի։ Իմ տեղեկությունները դուք բավականին լավ աշխատավարձ եք ստանում։ Չհաշված բոնուսները։ Բայց դրանով հանդերձ ձեր հաշվեհամարները դատարկ են։ Չգիտեմ դա պատահականություն է թե չէ, բայց ձեր քարտերից բարբերաբար խոշոր գումար է հանվել կազինոների մոտ գտնվող բանկոմատներից։ Այո, ես խաղում եմ։ Դա ինչ է, հանցագործություն է։ Ոչ։ Սակայն դուք կազինոների մոտ մի $300,000 եք պարտմանացել։ Հետո ինչ։ Սա տպարանից վերցրած արյան փորձանմուշն է։ Այն տպարանի, որտեղ տպվել են կեղծ թղթադրամները։ Արյան փորձանմուշը հաստատել է, որ այլան մեջ ակա ալերգիկ պրեպարատի հետքեր կա։ Ճիշտ այնպիսին, ինչպիսին դուք եք օգտագործում։ Դա դեռ ոչինչ չի նշանակում։ Զավեն դու հիմար մարդ չես։ Եվ շատ լավ գիտակցում ես, որ դժվար այս վիճակից չոր դուրս գաս։ Գումարած, եթե մենք ունենանք Լուսինեի խոստովանական ցուցմունքները, քո համար ամեն ինչ վերջացած կլինի։ Գոկ, Աջան, անձնագիրս չեմ գտնում, կարող եմ մոտը դա։ քեզ եմ տվել ուշ ջան։ Չեմ մոտս, չի մատ պայսակի մեջ նայ։
Բայց ոնց տվել եմ քեզ հաստատ լույս։ Իհարկե տվել ես։ Դու ամեն ինչ շատ ճիշտ հաշվարկել էիր։ Հանցավոր համաձայնության գալու Լուսինեի հետ որոշել եք հետաքրքիր կոմբինացիա խաղալ։ Կեղծ դոլարներ, արևանգում, սրտաճմլիկ տեսանյութեր։ Մինչև բանկում կհասկանային, որ այդ թղթադրամները կեղծ են, դուք եւ ձեր սիրուհին կլինեիք արդեն արտասահման, փողերով հանդերձ։ Ձեզ չէր խանգարում նաև այդ կողոպոտը։ Մինչև որ չհասկանայիր, որ Լուսինեն որոշել է գումարը մենակ յուրացնել։ Բայց ուրախություն ձեզ ասեմ, որ նա դեռ չի լքել երիկիրը։ Լուսինեն դեռ Հայաստանում է։ Այո, մենք նրա անձնագիրը արգելափակել ենք։ Եվ չեմ կարծում, որ նա հիմա ձերքերը ցաված նստած է։ Փորձում եմ մի ելք գտնել երկրից դուրս գալու համար։ Ես ինչ կստանամ, եթե օգնեմ գտնել նրան։ Դե եթե գտնենք ոչ միայն Լուսինեին, այլ ամբողջ գումարը, կարծում եմ դատարանը հաշվի կալին, որ փորձել եք համագործակցել մեր հետ։ Եվ ձեր պատիժը համեմատաբար մեղմ կլինի։ Ես չգիտեմ, թե որտեղ է Լուսինեն, բայց կարծես կռահում եմ, թե ինչպես կարող էր նա հարաբերությունից դուրս գալ։ Ասեք, լսում եմ։ Վարորդս Գրիգորը նույնպես մասնակից է այս գործին։ Երևի նրանք երկուսով որոշել են, որ $1.5 միլիոն ավելի լավ է բաժանել երկու մասի, ոչ թե 3։ Դրա համար որոշել են ինձ գործից հեռացնել։ Գրիգորի ազգականը, կարծեմ Սուրեն, աշխատում է անձնագրային բյուրոյում, ու հենց նրա օգնությամբ էլ Լուսինեի համար կեղծ փաստաթղթեր են սարքում, կամ էլ արդեն սարքել են։ Ես 2 ամիս այլի որ տաքսի եմ քշում։ Դες Լենինգրադ 7 տարի պետի գործ ունեինք, պետի ցեխ ունեինք։ Ռուսաստանի կեսնի անտառ էր։ Պետը տաշում, ծախում, տաշում, ծախում, տաշում, ծախում։ Գրողը տանի։ Տան ասեցիք քուրիկ ջան։ Հա, պլանները փոխվեցին։ Գնում ենք Երևան, արագ։ Ուշքի արի է։ Ոյդ է։ Լուսինեն չկա։ Ուշքի արի։ Լիզնային։ Լուսինեն որտեղ է։ Զինովա։ Լուսինովա։ Անցակից ընկերուի տա։ Որտեղ է։ Ոստը չի լուս։ Ես բարձր լարմակակից մնացել։ Նորմալ։ Ես Լուսինեն չի տեսել իրեն։ Լսի բարդ աստեղ ինչ եղել, ճիշտ կլի բաժի տանենք։
Չեմ հավատում։ Հիմարությունը Լուսինեն էս ամեն ինչ հետ չի կարա կապ ունենա։ Վահան։ Ինչ ասում են արա Վահան, խնդրում եմ։ Վահան։ Օգնի ինձ, Վահան, խնդրում եմ։ Ու ինչ։ Ես ձեզ ասացի, տեսել եմ այս վիդեոն, սա ինչ է ապացուցում։ Արմեն։ Գիտեք ոնց, երբ որ դուք ձեր դիվայսների վրա ինչ-որ բան եք ձայնագրում, դա կլինի համակարգիչ, նոթբուք, հեռախոս, դուք ջնջեք դա, թե չջնջեք, եթե դա ինտերնետին կպած է, դրանք մնում են cloud սերվիսներում, ամպերում։ Այսինքն դա ինֆորմացիայի պահեստ է։ Հիմա այս վիդեոն ջնջել էին բոլոր դիվայսներից։ Ես կարողացել եմ գտնել այս վիդեոյի ամբողջական տարբերակը։ Լավ էր։ Շատ լավ էր։ Լսի, սխալ մասնագիտություն ես ընտրել։ Թատրոնի մեծ դերասանի ա կորցրել։ Զամեն է։ Արի ձերքս արձակի։ Ահա որ ցավում արդեն։ Այս է իրականությունը։ Ի սկզբանե ամեն ինչ կեղծ էր։ Թե առևանգում, թե կտրած մատ, որը մորգից էին վերցրել։ Բան իսկապես ցավում եմ քո եւ զոհված ընկերներիդ համար։ Բայց Լուսինեն հիմա փախոստի մեջ է։ Երկրից հեռանալ չի կարող։ Կփորձի միաժամանակ ինչ-որտեղ թաքնվել։ Մեզ պետք է բոլորին հասցնելը, որտեղ նրանք կարող են օգնություն ցույց տալ։ Դուրս արի այդ աշխատանքից, պապ։ Չեմ ուզում։ Գայանե ջան, դենց բան շատ քիչ է լինում։ Տարին 1-2 անգամ լինի թե չէ։ Տարին 1-2 անգամ։ Դրա քիչը որն է։ Մեկը պիտի զբաղվի այդ գործով։ Թող ուրիշ զբաղվի այդ գործով։ Մենակ ոչ դու։ Ինձ բան չի պատահի մի մտածի։ Ես 5 այլ եմ։ Այդ մարդուն բռնեցիք։ Բռնեցինք։ Ամեն ինչ լավ է մի մտածի։ Քանի հանգստացի։ Բարև։ Բարև շեֆ։ Նորություն ունենք։ Ինկասատորի տված բոլոր հասցեները ստուգել ենք։ Լուսինեն չկա։ Նա բոլոր հարազատների ու բարեկամների հեռախոսները գաղտնացման տակ են, եթե հանկարծ որոշի զանգել։ Քո մոտ ինչ կա ալա։ Ես գտա այն տաքսիստին, որը տեղափոխել է Լուսինեին։ Իջացրել է նրան հաղթանակի զբոսայգու տարածքում, տեսախցիկները ֆիքսել են դա։ Եվ հետո ուղղությունը, որ ուղղությամբ է շարունակել։ Հետո գնացել է նախկին Զվարթնոց կինոթատրոնի մոտ։ Բայց այնտեղից արդեն բակերով է շարունակել ճանապարհը ու տեսախցիկները չեն ֆիքսել։ Կամ էլ բնակությունը հաստատել շենքերից մեկի բնակարանում։ Մենք արդեն կապվել ենք համայնքային ոստիկանական բաժանմունքի հետ։ Իրանք հիմա հատ առ հատ բոլոր բնակարանները ստուգում են։ Լուսինեն շատ խելացի ու խորամանկ է գործում։
Նա կամավոր մեր թակարդը չի ընկնի։ Խորամանկ հնարավոր է, բայց խելացի չէ։ Չէ, Էրոպ, շատ խելացի է։ Որ կարողացել է նման բարդ ու բազմակայլ կոմբինացիա մշակել։ Արդյունքում խաբել է և ամուսնուն, և Զավենին, և Գրիգորին։ Շեվ մտածում ես այդ $1.5 միլիոն կողոպոտի գաղափարը Լուսինեին, նա։ Չէ, գաղափարը Զավենինն է, բայց համտորին իրագործել է Լուսինեն։ Ու միակ մարդը, որ մեզ կարող է օգտակար լինել, դա Զավենն է։ Զավենը։ Հանեք նրան մեկուսարանից, շատ արագ կարգի հրավիրեք, գնում ենք բանկ։ Դուք վստահ եք, որ Լուսինեն կզանգարի։ Այո, որովհետև ուրիշ երկ չունի։ Նա գիտի, որ հետախուզման մեջ է։ Իսկ հանրապետությունից դուրս գալու համար նրան նոր փաստաթղթեր են պետք։ Միակ մարդը, որ կարող է օգնել, դա դուք եք։ Նա չի զանգարի, ու դրա համար երկու պատճառ կա։ Առաջինը, որ նա կկասկածի, որ ինձ ձերբակալել են։ Իսկ երկրորդն էլ, որ ես նրան չեմ օգնի։ Ինչ վերաբերում է ձերբակալությանը, մի երգեք, ասեք, որ ձեզ իրոք բերման է ենթարկել բաժին, արձակնել են, ապացույցներ չգտնելու պատճառով բաց են թողել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր օգնության ցանկությանը, չեմ կարծում, որ նա ձեզ դա առաջարկի անվճար։ Ձեր օգնության դեմաց նա կառաջարկի ձեր չափաբաժինը, $1.5 միլիոնից։ Եվ դուք բնականաբար կհամաձայնեք։ Իսկ վարորդս։ Վարորդի համար արդեն բացատրեցի։ Կասեք նրան, որ ոստիկանությունը նրան գտել է մահացած վիճակում։ Սիրտը չի դիմացել էլեկտրաշոկերին։ Պարոն գնդապետ, դրսում ամեն ինչ մաքուր է։ Նրանք հեռուց հետևում են բանկի տարածքին։ Լուսինեն դեռ չի ասել։ Ինչու եք կարծում, որ Լուսինեն բանկը կգա։ Լուսինեն բանկ չի գա։ Մեր մոտ տարածությունից կփորձի հետևել հասկանալու համար դեռ աշխատանքի գալիս եք թե ոչ։ Եթե չեք գալիս, ուրեմն ձերբակալված եք։ Իսկ եթե այստեղ եք, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Ուրեմն դրա համար եք, հա, ինձ բանկ բերել։ Գիտեիր զբոսանքի ես դուրս եկել։ Պարոն գնդապետ, զանգ ունենք։ Զանգարել են ընդհանուր բաժին հարցը փորձանում բանկի կառավարչից։ Հիմա էլ ուզում են նրա հետ խոսել։ Կինա զանգով։ Այո։ Արմեն։ Մի րոպե։ Վերցրեք։ Խոսում է շատ բնական։ Սկզբում մի քիչ դժգոհի հետո ասա, որ չես վստահում ու տենց։ Լսում եմ։ Բարև Զավեն, ես եմ։ Ինչու ես զանգարել։ Որ ասես բարի հաջող տեղս ասելու հիմա փողերս ես ծախսում։ Ես դեռ Երևանում եմ։ Երևանում։ Ես քեզ չեմ հավատում։ Հավատա ինչին ուզում ես, բայց դա է իրականությունը։ Ես գիտեմ դու ինձ մեղադրում ես, բայց քեզ գցելու միտքը քո վարորդինն է։ Նա ինձ սպառնաս, որ կսպանի, եթե չօգնեմ իրեն։ Ու հիմա ինչ է փոխվել։ Նրան ձերբակալել են։ Նրան չեն ձերբակալել։ Գրիգորին գտել են մահացած մոթելում։ Մահացած։ Միայն պետք չի ասում ձևանար։ Լավ, դա արդեն կարևոր չի։ Իսկ ինչն է կարևոր։ Ինչու ես զանգել։ Փողերը դեռ ինձ մոտ են։ Ես պատրաստ եմ քո բաժինը քեզ տալու, եթե օգնես միասին փախչենք Հայաստանից։ Դա հիմա շատ բարդ կլինի անել։
Քո պատճառով ինձ էլ էին կասկածում։ 2 օր հարցաքննում էին ոստիկանությունում, բայց հետո բաց թողեցին, որտեղ ապացույցներ չունեին իմ դեմ։ Դու ուզում ես փողերդ հետ ստանաս։ Իհարկե ուզում եմ։ Վաղ թե ուշ ինձ էլ կկասկածեն, բայց ինձ գարանտիաներ են պետք, որ այս անգամ էլ ինձ չես գցի։ Ինչ գարանտիաների մասին է խոսքը։ Մենք պետք է հանդիպենք։ Դու ինձ կտաս իմ հասանելի գումարի կեսը, իսկ մյուս կեսը կտաս, երբ որ փաստաթղթերը պատրաստ կլինեն։ Ինչու ես լռում։ Համաձայն չես։ Հա, որտեղ պիտի հանդիպենք։ Երեկոյան ժամը 8-ին։ Այն այգում, որտեղ սիրում էինք զբոսնել։ Լավ։ Ինչ ես տենց նայում։ Այս փողերի կեսն է։ Մյուս կեսն էլ փաստաթղթերից հետո։ Զավեն։ Կարելի է ձեզ ուղեկցել։ Բաժին, Լուսին։ Լուսինե Հապկարյան։ Եթե խոստովանեմ շատ լուրջ ու տպավորիչ ծրագիր եք մշակել։ Դերասանական խաղի մասին էլ չեմ ասում։ Ամեն ինչ շատ ճիշտ հաշվարկել էիք։ Բացի մի բանից, որ այս գործի բաց հայտնում մենք ենք զբաղվել։ Իմ հաշվարկներով 9 մատ պետք է լիներ։ Մողեսի պոչին մանաճում են։ Լուսինե Հապկարյան, ավելացնելու բան ունեք։ Ես չէի ուզում Գոգորին սպանել։ Քաղաքացի Գրիգոր Հովհաննիսյանը ողջ է։
Thank you.